ուշ թե վաղ հետևանքը կլինի այնպիսին, որ ինչպես ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մենք կջախջախենք բոլոր ԱՄՆ-ի եւ Իսրայելի վարձկաններին մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետ թե առանց Ռուսաստանի բարիս բուն իմաստով մենք հիմա մեջ բերել ենք իր խոսքերը ու հաշվի առնելով որ այդ մարդը շատ կներեք հենց Պարսկաստանում ավելի բարձրաստիճան պաշտոնյա է համարվում քան թե նախագահ Պեզեշկյանը կամ արտգործնախարար Արաքչին մենք գիտենք ու հասկանում ենք ու գիտակցում ենք որ խոսում է մեզ հետ ոչ թե Ալի Աքբար Վելայաթին այլ հենց Այաթոլլահ Խամենեի թող բոլոր Հայաստանները Ադրբեջանները, Վրաստանները, ուրիշ ստանները սպասեն, որ իրենց հետ կլինի հաշվեհարդար։ Որովհետև պարսիկները ամեն ինչում կարան լինեն թերի, բայց որ ասես հիշողություն չունեն։ Ի տարբերություն հայերին, նրանք շատ լավ հիշողություն ունեն ու շատ լավ հիշում են, քանի անգամ ջախջախել են նույն Թուրքիային։ Գիտեք, Պարսկաստանը իր պատմության մեջ 2 անգամ խոշոր պատերազմի վատ ավարտներ ունեցել։ Այդ երբ որ եղել է արաբական արշավանքներ եւ երկրորդը արդեն 13-րդ դարու 2 անգամ Ռուսաստանից։ Ուրիշներին չի պարտվել։ Դե Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակը չեմ վերցնում։ Մենք պիտի հիշենք, որ այն ժամանակ եղել է դավադրություն եւ Պարսից թագավորն ուղղակի սպանել են։ Ինչին Մակեդոնացը շատ յուրով է արձագանքել, եթե հիշում եք, ասել է դեզով, ասել իմ եղբորը սպանես։ Ստեղ արևմուտքի տեղ չկա, էլ չկա։ Գուցե եւ 10 տարի առաջ եղել է, բայց հիմա չկա։ Ու Չինաստանը իրենց, այդպես ասած, տիկունքից կանգնած է, որովհետեւ Չինաստանը շատ լավ է գիտակցում, որ էներգակիրների հարցում իր մատակարարողները Ռուսաստանը եւ Պարսկաստանը։ Սա է գլխավոր։ Թե ինչ որ մարդիկ Հայաստանում մտածում որ կարելի է լինել այդ պետությունների կողքա եւ ծառայել ուրիշի նպատակներին, դե կներեք։ Ես էլի ասեմ, հոգեկան հիվանդների տեղը պատասխանատու չեմ։